Զրուցելու ենք արհեստական բանականության կամ արհեստական ինտելեկտի հարցերի մասին եւ ոչ ոք մեզ այս հարցը քննարկելուն ավելի լավ չէր օգնի, քան այսօրվա մեր հյուրը Հրանտ Խաչատրյան։ ChatGPT-ն կարողանում է թարգմանի մի քանի 100 լեզուների միջև, հա, որը այնց մարդ չկա, կարծում եմ, որ կարողանա մի քանի 100 լեզու թեկուզ վատ որակի թարգմանի։ Երբ AI-ը կտրելու ստեղծագործողների հացը, ասենք ChatGPT-ն այնպես է սարքած, որ մինչև դուք իրեն հարց չեք տալի, ինքը չի խոսում, հա։ Ողջույն, հերթական Բարդ Մարտն է բունի եթերում եւ ձեզ հետ են ինչպես միշտ Կարենը եւ Սոնան։ Այսօր մենք խոսելու ենք մի երևույթի կամ գործիքի, դեռ չգիտենք ինչպես անվանել, մասին, որը օրեցօր դառնում է մեր առօրյականության մաս, ավելի շատ է կիրառվում, բայց որը դեռևս մենք լավ չենք պատկերացնում, որի հետագան նաև լավ չենք պատկերացնում, զրուցելու ենք արհեստական բանականության կամ արհեստական ինտելեկտի հարցերի մասին եւ ոչ ոք մեզ այս հարցը քննարկելուն ավելի լավ չէր օգնի, քան այսօրվա մեր հյուրը Հրանտ Խաչատրյան, ԵՊՀ մեքենայական ուսուցման խմբի ղեկավար, Երևան N հիմնադրամի տնօրեն։ Ողջույն Հրանտ եւ շատ շնորհակալ ենք, որ ժամանակ ես հատկացրել։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Սկսեմ հենց այդ նախերգածս հարցով։ Ըստ էության արհեստական բանականության հանդեպ ոնց որ վերաբերմունքը կամ ընկալումները ամենալայն սպեկտրի վրա են, ասենք անվերապահ ոգևորությունից մինչև դավադրապաշտական, ասենք վախեր։ Ի վերջո մարդ ավելի շատ պատկերացնում է դրա կիրառումները կամ հետևանքները, ասենք ճիշտ կամ սխալ, քան պատկերացնում է թե ինչ է դա բնույթը։ Հիմա ուզում եմ հարցնել, ինչ է արհեստական բանականությունը, ինչ է դրա հիմքում, այնինչ անվանում ենք մտածողություն կամ այնինչ հենց ինքը գրում է որպես մտածում եմ, հա, ինչ է դա, ինչքանով է տարբերվում բնական բանականությունից եւ որքան ենք հեռու այն պահից, երբ իսկապես AI-ը սկսի մտածել։ Արհեստական բանականությունը համակարգչային ծրագիր է, այսինքն ինչպես մյուս բոլոր համակարգչային ծրագրերը, պետք է մի հատ համակարգիչ, որտեղ այդ ծրագիրը աշխատի ու ինչ որ գործողություններ անի տեքստի կամ թվերի կամ ինչ-որ մի բանի հետ ու ելքում տա ինչ-որ մի հատ նոր մի բան, տեքստ կամ նկար կամ չգիտեմ տեսանյութ, որը մենք նայում ենք։ Ինքը տեխնոլոգիապես շատ տարբերվում է նախորդ սերնդի համակարգչային ծրագրերից, այսինքն նույնիսկ համակարգչային գիտության տեսակետից է ինքը նոր բան, հա, բայց այստեղ երևի դա չի կարևորը, այստեղ կարևորն է, որ այս տեսակ համակարգչային ծրագրերը իրենց բնույթով, իրենց գործունեության կամ իրենց ելքով, հա, թե ինչ ենք տեսնում իրենց աշխատանքի արդյունքում, նման է նրան, որ ոնց որ մարդը մտածի, կամ ինչ որ մեկը մտածի, ինչ որ այո, արդյունքներով շատ նման է։ Բանալի բառը նման է։ Ահա, հիմա թե ինչ մեխանիզմով է դա աշխատում ու ինչքանով այդ մեխանիզմը նման նրան, ինչը որ կատարվում է մարդու գլխում, դա հաստատ նման չի, հա, այսինքն լրիվ տարբեր ճանապարհներով են զարգացել բնական ինտելեկտը, հա, էվոլյուցիոն ճանապարհով ուղեղի ինչ որ կառուցվածքով, որը շատ վատ է հասկացված այսօր գիտության կողմից։ Արհեստականը լրիվ այլ ճանապարհով է զարգացել, բայց սրանով մենակ մեխանիզմի մասին ենք խոսում, որ դրանք տարբեր են, բայց արդյունքը բավականին սկսել է մոտենալ, հա, ու էս է հարցը երևի կարևոր, թե արդյունքի տեսակետից ինչ որ տենց էական տարբերություն կա, թե չկա։ Տեսեք, դուք ասում եք, երբ կհասնի մարդու ինտելեկտին, հա, այս հարցը ինքը ամենայն հավանականությամբ ինչ որ մի օր կպարզվի, որ լավ սահմանված հարց չի, հա, այսինքն կպարզվի, որ մարդու ինտելեկտը տենց ինչ որ միաչափ մի բան չի, հա, որի մասին կարող ենք խոսել, սրան հասել ենք, թե չենք հասել, ինքը տենց սուպեր բազմաչափ մի հատ երևույթ է, ու դրա ինչ որ ասպեկտներով հասել ենք, ինչ որ ասպեկտներով չենք հասել, բայց նույնիսկ այդ բոլոր ասպեկտները թվարկելն է բարդ հարց, հա, օրինակ լինում են, պատահում են վերջերս տենց գիտական հոդվածներ, որոնք փորձում են արհեստական բանականության համար ինչ որ սպեկտր սահմանել գործունեության, թե ինչն են կարողանում, ինչի չեն կարողանում, այն հույսով, որ այդ սպեկտրը քիչ թե շատ ամբողջական է, հա, որ ամբողջականացվի մի օր։ Ահա, որ ասենք, եթե ես բոլորը անի, կասենք լավ է, հա, բայց այդ էլ է տենց կասկածելի էլի, հա, այսինքն ոնց ենք կարողանալու ապացուցել, որ
մարդու գործունեության կամ մարդու ինտելեկտի բոլոր դրսևորումները այս, չգիտեմ, 20 կետերն է, հա, հավանաբար Դա էլ է մի հատ առանձին անընդհատ վերանայվող թեմա է նույն հոգեբանության մեջ, կոգնիտիվ գիտության մեջ, ինչ առհասարակ մտածողությունը։ Դրա համար այդքան դժվար է դրա մասին խոսել, բայց առանձին ուղղությունների մասին կարելի է խոսել, ու առանձին ուղղությունների մեջ կա շատ հետաքրքիր պրոգրես, հա, օրինակ երկար տարիներ համարվում էր, որ ասենք շախմատ խաղալը դա տենց ինտելեկտի բարձրագույն դրսևորում է, ու մարդիկ ասում են հենց համակարգիչները շախմատ խաղան, վերջ է, այդ ուրեմն արդեն արհեստական ինտելեկտ է, ու արդեն 20-30 տարի է համակարգիչները շատ ավելի լավ են շախմատ խաղում քան մարդիկ, բայց ոնց որ չի երևում։ Հա, դրանից շատ բան պարզվեց չի բխում, հա, հետո այսինքն մենք նաև մարդիկ հասկացան, որ շախմատը չի Դե բխում առնված որ մի քիչ համեստություն է պետք շախմատիստներին։ Հա, ու ասենք, բայց կան բաներ, որոնք ավելի մոտ են, այտենց շախմատը շատ սպეციფիկ է, հա, օրինակ չգիտեմ, ասենք լեզուների իմացությունը, լեզուների հասկանալը, թարգմանելը, հա, թարգմանությունը հետաքրքիր ասպեկտ է, որով զբաղվում է համակարգչային գիտությունը վերջին 60-70 տարում, հա։ Հիմա օրինակ ChatGPT-ին կարողանում է թարգմանի մի քանի 100 լեզուների միջև, հա, որը այտենց մարդ չկա, կարծում եմ, որ կարողանա մի քանի 100 լեզու թեկուզ վատ որակի թարգմանի։ Հա, ասենք կարող եմ ռուսերենից հայերեն կամ չգիտեմ չինարենից անգլերեն կոնկրետ զույգի համար կան թարգմանիչներ, որոնք ավելի լավ են թարգմանում, քան ChatGPT-ները, բայց որ ասենք 100 լեզվով ինչ որ որակի թարգմանի, այդ տեսակետից, օրինակ եթե համարենք, որ չգիտեմ, այդ սպեկտրի մեջ այս կետը մարդու ինտելեկտի համար կարևոր բան է լեզուներ հասկանալը ու այլ լեզվով միտքը շարադրելը, այդ հարցով վաղուց անցել են արհեստական բանականությունները մեզ, հա։ Այնպես որ այսպես ցած կարելի է երկար թվարկել առանձին ինչ-որ ուղղություններ վերցնել, նայելը տեղին չա կատարվում, ասեմ որ արհեստական բանականության գիտության մեջ, այն ճյուղի գիտության, որով ես եմ զբաղվում ու որը զբաղված է նոր արհեստական բանականություններ ստեղծելով, քանի գնում ավելի մեծ կշիռ է ստանում ու ավելի բարդ է դառնում արհեստական բանականության գնահատման խնդիրը։ Հա, երբ որ ասենք թարգմանության օրինակով բերեմ, երբ որ վատ է թարգմանում, հեշտ է երկու մոդել համեմատել։ Նայում եք, ասենք, այս մեկը բառերի կեսը սխալ է թարգմանը, այն մեկը 20%-ն է սխալ թարգմանը, ասում են, այս մեկը լավն է։ Բայց երբ որ բոլորը բառերը բոլորը ճիշտ են թարգմանել, բառակապակցությունները ճիշտ են թարգմանել, այնտեղ ինչ-որ նյուանսների մեջ, հա, ինչ-որ բան, արդեն շատ դժվարանում է չափելը։ Հա, ու այդ արհեստական բանականության որակը չափելու գիտությունը դառնում է շատ ավելի մեծ ու շատ ավելի բարդ։ Հա, ու մեր գործունեության մեջ էլ ասենք մեր լաբորատորիայում երևի ամեն պրոյեկտում այդ հարցը բարձրանում է, որ օքեյ, եղած չափով միջոցները ոնց որ արդեն բավարար չեն, մենք ավելի լավ բան ենք սարքում, չենք կամ գնահատենք, ես իրոք ավելի լավն է, թե չէ։ Իրան գնահատի արդեն։ Մենք շատ լավ հարցերը շատ են անհեսանենք գրոհում ենք։ Ես իբրև տեքստի հետ աշխատող արվեստագետ նախ եւ առաջ ինձ հետաքրքրում է այդ հարցը, թե երբ է AI-ը կտրելու ստեղծագործողների հացը, ոչ միայն տեքստային ստեղծագործողների, վիդեո արտադրողների, դիզայներների, երաժշտություն ստեղծողների եւ այլն, այդ խորքային կոնցեպտուալ հարցը, արդյոք AI-ի տված արդյունքը դա մոտարկված վիճակագրական ինչ-որ համադրությունների արդյունքը, թե ամեն դեպքում ինչ-որ ասպեկտով դա նույնպես ստեղծագործություն է, որովհետև մարդկային տեսակետից ստեղծագործությունը բացի այն, որ նորարարական ինչ-որ բան ունի իր մեջ, հղում, նաև մտադրություն ունի եւ իմաստ։ Հիմա AI-ի տված ստեղծագործությունը որքանով ունի այդ ամեն ճարծող, դա որևէ կերպ կարելի է համարել ստեղծագործություն եւ նորարարություն։ Հա, այդ հարցին երևի դուք պիտի պատասխանեք, որովհետեւ տեսեք, իմ տեսակետից, երբ որ ես փորձում եմ այտենց քիչ թե շատ մաթեմատիկորեն նայել այս հարցին, ինչպես ասացի, ոնց որ լավ թարգմանիչները արդեն դժվար է իրար հետ համեմատել, իմ համար դժվար է արդեն համեմատել համակարգչի տված ստեղծագործությունը արվեստագետի տված ստեղծագործության հետ, հա, այսինքն ասենք ես երաժշտության մասնագետ չեմ ու չեմ զգում արդեն տարբերությունները։ Երաժշտության մասնագետները ոնց որ թե դեռ զգում են, հա, ինչքան փորձել եմ
հասկանալ։ Կոնկրետ բանաստեղծությունների առումով հաստատ դեռ շատ է հեռու, չնայած որ գնալով ես շատ վաղուց եմ փորձարկում, գնալով մոտենում է ինչ-որ մի Քարին ջան, բայց չկան լիքը ոտանավորներ, որոնք հենց այս պատրաստի ալգորիթմերով սենց հանգավորված պապիկը գնաց տատում, շատ են, բայց մարդկային տեսակետից ստեղծագործական ակտը այդ ինձ ունի որոշակի մտադրություն եւ իմաստ, այսինքն ինչքան էլ որ լավ ու ընդհանրական լինի AI-ի տված արդյունքը, նման լինի ինչ որ ստեղծագործան, ամեն դեպքում ոնց որ այդ ինչ որ մի բան է պակասում, որ դա համարվի արվեստ կամ նորարարություն կամ ստեղծագործություն առասարակ։ Տեսեք, մի քանի ասպեկտ, մի կողմից այդ մի հատ բանաստիկ, որ վիճակագրական մոտարկումն է, թե չէ, հա։ Ինձ թվում է դեռ պետք է ապացուցել, որ մարդկանց արածը վիճակագրական մոտարկում չի։ Հա, այդ մի հատ տենց մի կողմ էսի դնենք, ասենք արի։ Շատ հաճելի։ Հիմա ստեղծագործության մասով մտադրության պահը երկու ձևով եկեք նայենք։ Մի կողմից, օրինակ ես երբ որ լսում եմ երաժշտություն, ինձ այդ պահին ինչքանով է հետաքրքրում ստեղծագործողի մտադրությունը։ Ոնց որ եթե հետաքրքրում է, ապա հա, այդ իմաստով լրիվ AI-ի սարքած բանը երևի այդքան հետաքրքիր չի, բայց ես խիստ կասկածում եմ, որ բոլոր մարդիկ երաժշտություն լսելուց մտածում են հեղինակի մտադրությունների կամ իմաստի մասին, հա, ասենք հաճելի երաժշտությունն է կամ հաճելի պատկերը կամ ավելի շատ էֆեկտ։ Կարևոր ազդեցությունն է հաճախ, հա, նայած մարդ իհարկե, սպառողի տեսակետից, հա։ Հիմա եթե ազդեցությունն է կարևոր, այդ դեպքում ինձ թվում է լրիվ կորում է այդ թե հետևը իմաստ կար, չկար, ինչ էր ուզում անել այդ մարդը եւ այլն, հա, եթե ազդեցությունը այսպեսին է, չգիտեմ, ասենք ես որ պետք է, չգիտեմ, հանգստացնող երաժշտություն լսես, որ լավ կնես, թե հիմա այդ հանգստացող երաժշտությունը ով է ստեղծել, ինչ նպատակով, այդ պահին ինչ էր ուզում փոխանցել կամ AI անկապ մի բանակ գեներացրել, կարևոր չի, եթե հանգստացնում է, հա, բայց եթե կարևոր է այդ արվեստագետի հետ այդ ոնց որ հերակա շփումը, հա, թե ասենք հաղորդումներ կան, չէ, որ ինձ միշտ տպավորում են, որ ինչ որ երաժշտագետներ, ասենք Բեթհովենի մի հատ սիմֆոնիա սկսում են բացել ու տենց ինչ որ իր կենսագրության այդ կյանքի պահի, ինչ որ էս սրանով ինչ էր ուզում ասել, ոնց է կապված, հա, միշտ ցած հիացած լսում եմ, որ այս ինչ շերտեր կային, որ ես 100 անգամ լսելով իհարկե չէի կարող նկատել։ Այդ առումով երևի չէ։ Բայց մյուս կողմից, եթե տեսեք, այսօրվա AI-ները пассив են, այսինքն ու տենց է նախագծած, էլի, ասենք ChatGPT-ին այնպես է սարքած, որ մինչև դուք իրան հարց չեք տալի, ինքը չի խոսում, հա։ Այսինքն պետք է ինչ-որ մի հատ prompt անել, որ ինքը պատասխանի։ Հիմա այստեղ մի հատ հարց է գալիս, թե այդ իմաստը կրողը կամ միտում ունեցողը, եթե ինքը prompt-ա գրում, այդ դրանով այդ prompt-ով ձևավորված տեքստը ինչքանով է իրանը։ Հա, օրինակ, եթե դու գրում ես մի հատ բանաստեղծություն ու ինձ ուղարկում ես, ասում ես, տեսին բանաստեղծությունն է, հələ կարծա։ Հիմա ինձ, եթե դու ոնց որ չես ամաչել քո անունը տակը գրել, ասում ես, որ սա իմն է, այդ արդեն ես համարում եմ, որ քո միտումը ու քո իմաստը մեջը կա։ Հիմա թե այդ կոնկրետ բառը ընտրելուց դու այդ բառը ընտրել ես, որովհետև, ասենք, երեք այդ բառը միտեղ տեսել ես կամ ինչ որ գրքում կա, կամ ChatGPT-ն է քեզ առաջարկել, բայց դու ասել ես հա։ Արդեն իմ համար տարբերություն չկա, որովհետև դու ասել ես, այս իմ բանաստեղծությունն է, իմ անունը տակը գրած է, հա։ Այսինքն այդ իմաստով ChatGPT-ն ինքը ոնց որ մի հատ շատ ուժեղ բառարան է, գրադարան է, արխիվ է, մի հատ բան է, որը կարող է հենց քո գործը այդ առումով հեշտացրել, որովհետև եթե ինքը մի հատ նես բառ գրեր, որը քո դուրը չգար, դու այդ ինձ չէիր ուղարկի, էլի, չէ, երևի կասիր մի հատ փոխի կամ դու կփոխեիր կամ բան դրա համար այդ տեսակետից եթե դու ինձ ուղարկում ես լրիվ ChatGPT-ով գրած տեքստ, այն միտումի մասը ինձ թվում է ես էլի բավարարված եմ զգում։ Եթե դու տեր ես կանգնել այդ տեքստին, օրինակ նույնը կա նաև ակադեմիայում, այսինքն նույնիսկ արդեն հասարակագիտական առնվազն ամսագրերում, դու այնտեղ ուղղակի հստակ պետք է նշես, որ այս կամ այն մակարդակում խմբագրման կամ նույնիսկ օրինակ գրականության վերլուծության դու օգտվել ես AI-ից, այսինքն եթե դու գրատակ ստորագրում ես, ուրեմն միևնույնն է դու հեղինակային պատասխանատվություն ես կրում։ Հա, որտեվ եթե վատ եղավ, սխալ եղավ, չգիտեմ ինչ եղավ, չեն գնալու ասեն, գիտես, Սեմ Ալտման ասեն, չէ՞։ Հա, ես կապ չունեմ, ինչ ասել եմ, ես ասել եմ, բայց քանի որ пассивից խոսեցինք, հենց այդ
հարցը գալիս է այդ ակտիվի հարցը։ Ի վերջո այդ մարդկային ֆանտազիան, որը նաև արտացոլվում է որոշ գիտաֆանտաստիկ ֆիլմերում, տարբեր ժամանակներում, հենց այդ ըստ էության ակտիվ սուբյեկտ դառնալու հավակնող արհեստական բանականության հարցն է։ Օրինակ, չգիտեմ, այդ Westworld ֆիլմը կա, որ շատ եմ սիրում։ Այսինքն մենք մի քիչ կարող ենք ազատ թեկուզ երևակայել, բայց կուզեի մի քիչ մտածենք, էլի դրա մասին։ Կարող է AI-ը ձեռք բերել սուբյեկտի այդ ակտիվ գործող սուբյեկտի հատկանիշներ կամ գոնե, չգիտեմ, սիմուլացնել դրանք մի տեսակ սպառնալից աստիճան։ Այսօր օրինակ ծրագրավորման աշխարհում AI-ը շատ ուժեղ կիրառվում է, դուք խոսում եք ասենք ստեղծագործողներին գործից հանելու բանի մասին, բայց այնտեղ առաջին հարվածը հենց ծրագրավորողների վրա է, որովհետև արհեստական բանականություն սարքողները իրենք ծրագրավորողներ են, իրենք ամենալավն են հասկանում, թե իրանց ավտոմատացնելու համար ինչա պետք։ Արհեստական բանականություն սարքողի համար դժվար է հասկանալ, թե պոետին ավտոմատացնելու համար ինչա պետք, բայց ծրագրավորողին հեշտ է, որովհետև այդ ինքն է հենց էլի։ Ու դրա համար այդտեղ ամենամեծ պրոգրեսն է եղել վերջին երևի 1-2 տարում, հա, թե ծրագրավորման գործը ինչ մակարդակի ավտոմատացվել, դա մի հատ երևակայելի բան։ Ու որ նայեք, թե այնտեղ ինչ գործիքներ են հիմա ստեղծվել, այնտեղ բավական մեծ ինքնուրույնություն կա, հա, օրինակ կան ծրագրեր, որոնց դու ասում ես, ինձ պետք է այսպես մի հատ կայք պատրաստել կամ չգիտեմ ինչ, ինքը ոչ միայն մտածում է դա ոնց անել, այլև եթե թույլ տաս, կարող է այդ ամեն ինչը անի, ասենք, ինչ որ ֆայլեր սարքի, ինչ որ բաներ ջնջի, ինչ որ բաներ փոխի, ինչ որ բաներ այս կողմենկոմ, հա, այդտեղ ոնց որ user experience-ի տեսակետից, հա, որ օգտագործողին դա հարմար լինի ու չներվայնացնի, բազմաթիվ sense անվտանգային պատնեշներ է դրած, հա, որ ասենք եթե պետք է ֆայլ ջնջի, մի հատ նորից հարցնում է, հա, որ հանգստներ չլինի։ Հələ որ ճշտում է։ Հա, բայց այդ ուղղակի հարմարության հարց է, այսինքն այդ ոչ թե ինքը չի կարող ջնջել առանց հարցնելու, շատ լավ է, կարող է, ուղղակի այդ նախագծողը նենց հարել, որ մեծ վնաս չտա, դրա համար այդ ծրագրավորողի պատասխանատվության պահը միշտ փորձում է պահել, բայց այնտեղ կա կոճակ, որ կարող ես ասել ինչ ուզում ես արա։ Այսօր համաձայն եմ, այսօր ասենք առաջիկա մի ժամը ինչ մտքիդ գալիս է, արա, ու դրա մեջ կարող է մտնել շատ տարբեր գործողություններ, ինքը մենակ տեքստ չի, ինքը կարող է ֆայլեր սարքել, փոխել, ջնջել, Google անել, ինչ-որ բաներ փնտրել, ձեր փոխարեն ինչ-որ մտնել ինչ-որ սայթում մի հատ բան նայել, բերել, կոնկրետ ծրագրավորման մեջ նամակ գրելը այդքան ոնց որ կարևոր բան չի, բայց ընդհանրապես այլ լրիվ ճիշտ եք, ասենք հիմա OpenAI բրաուզեր ունի, հա, որ կարելի է ուղղակի իրան ասել գնա մի հատ իմ համար տոմսար, ինքը մտնի, չգիտեմ, այդ տուրիստական սայթերը եւ այլ մտնի այդ ամեն ինչը անի։ Այսինքն այս ինքնուրույնությունը որոշումներ կայացնելը եւ այլ իրականում կա։ Հարցը այնա թե մենք դա ինչ տեսքով ենք աշխատացնում, ինչ տեսքով ենք մատուցում մարդկանց, հա, ու այդ արդեն բերում է այն խնդիրներին, որ կոնտրոլից դուրս է գալիս, հա, օրինակ հենց մեր թիմում եղել է դեպքեր, որ ասենք մի հատ հսկայական ծրագիր է գրվել, որի մեջ մի հատ սխալ է եղել, հետո ասենք փորձել ենք, չգիտեմ, մի քիչ ժամ գտնել այդ սխալը ու տենց փնտրել ենք, գտել ենք ու ասենք ես այդ ուսանողին ասել եմ, ասենք այս ինչի է սենց գրել, էլի ակնհայտ չի, որ այս սխալը, ասում եմ ես չեմ գրել։ Այսինքն արդեն կա այդ երևույթը ինչ որ չափով, որ այդ ագենտիկ համակարգ են դրանց ասում, հա, որ ինքը իր գործը անում է։ Ուղղակի հարցն է, թե մենք որպես մարդիկ, որպես օգտագործողներ, ինչքան այդ ազատությունը տանք, հա, որ շատ բան չվնասի, ու ինչքան մանրամասն հետևենք, հա, այդտեղ է խնդիրը, ոչ թե նրանում է, որ ինքը չի կարող որոշում կայացնել ու ինչ-որ բաներ անել, շատ լավ կարող է։ Հա, իսկ հա, փաստորեն խնդիրը ավտոնոմիայի հատկություններ ինքը արդեն ունի, բայց այդտեղ հարցենային կարա մի օր AI-ի կամ AI-ի ոնց որ նոր տարբերակ, ոնց որ գեր սուբյեկտ, հա, ուզենալ նաև ազդել մարդու կամ մարդկային խմբերի վրա, այսինքն ագենտի արդեն ավելի լիարժեք հատկանիշը, չէ՞, մարդկային հատկանիշը։ Միանշանակ ազդելու ձևը որն է, պետք է ոնց որ այդտեղ մտնենք, էլի, հա, կոնկրետ տեխնիկան, ոնց ենք ազդում։ Օրինակ, այն օրը մի հատ ընկերություն վերցրել էր 5 հատ խոշոր AI եւ դրանց prompt էր արել, որ գնացեք trade արեք, այսինքն ֆինանսական շուկայում գործարքներ արեք։ Դա հիմա ինչ որ փոքր գումարներ էր, ասենք, չգիտեմ, $10,000 էին տվել ամեն մի AI-ին, ասում են գնա կառավարի, հա, Bitcoin առ, չգիտեմ, այսինչը վաճառի եւ այլ։ Հիմա դա գործողությունն է, որը իրականում աշխարհի վրա ազդում է, չէ՞, որովհետեւ
ասենք եթե 10,000 չլներ, 10 միլիարդ չլներ, դրանով կարող էր Bitcoin-ի գների վրա ազդել, մարդկանց վարկի վրա ազդել եւ այլ։ Հիմա այդ դժվար չի կազմակերպելը։ Այսօրվա տեխնոլոգիայով հարցն է, թե ումա դա պետք, ով է ուզում դա անի, հա, ուստեղ է գալիս այդ վախենալու մասը, որ եթե կա մարդ, ով որ ուզում է դրանով ինչ որ խնդիր լուծի, այդ թվում ինչ որ բացասական խնդիր լուծի, տեխնոլոգիան պատրաստ է։ Այսինքն դժվար չի այսօրվա ChatGPT-ին այնպես կազմակերպել, որ ինքը օրինակ մտնի Facebook, կարդա, post գրի, comment գրի, հա, ու ասենք massայական։ Երևի չգիտեմ, տեսնում եք, ասենք Twitter-ում հիմա այտենց տեսանելի է դա, էլի, ասենք ինչ որ account-ներ կան, որոնք ամենատարբեր թեմաներով ինչ որ բաներ են խոսում, որոնք ակնհայտ AI-ով կառավարվող են։ Ես պահին երևում է նախադասության որակից։ Հա, չափազանց հղկված ասենք, չէ՞, մի քիչ բան ասենց ոնց որ սամթը տեղը չի, մի քիչ sense կոնտեքստը բաց թողած է, ասենք թե այդ գրառումը, եթե իմանաս հեղինակին կհասկանաս, որ ինքը այդ նպատակով չէր գրել ու այս կոմենտը մի քիչ դուրս է, հա, բայց ասենք մանրամուտներ բաներ են, այսինքն երբ որ AI-ին տալիս ես գործիք ասելով մտնել Facebook, մտնել Twitter, գրել, պատասխանել, կարդալ, ինքը այդ ամեն ինչը արդեն կարող է անի։ Ու եթե ասենք մարդկանց վրա ազդելու ձևը դա է, հա, ասենք չգիտեմ, Ամերիկայում հայտնի դեբատ է, չէ՞, թե ինչպես ռուս հակերները ազդեցին մեր հասարակության վրա, ընտրությունները եւ այլ, այդ տեսակ ազդեցությունը դեռ հնարավոր է այսօրվա AI-ներով կազմակերպել։ Հարցն է, թե ով է դա ուզում անի ու ինչի, հա, ասենք կա մարդ, որ որոշել է, որ օքեյ, բերես AI-ին, ասեմ, մի 1000 account-ի անունից փորձի փոխել հասարակական տրամադրությունները։ Եթե կա տենց մարդ, կանի։ Հարցը շատ տրամաբանորեն շարունակում է այս նոր բացված ռակուրսին խոսակցության։ Տես AI-ը սովորում է մարդածին տեքստի միջոցով, այսինքն տեքստ ավելի լայն իմաստով են, բոլոր նշանային համակարգերը, նարատիվները, չարն ու բարին, բարոյականություն, օրենքները, իրավունքը, այն ամեն ինչ որ ստեղծել է մարդը, բայց մարդկային քաղաքակրթության մեջ ինքնին կա մրցակցություն, թե որն է բարին ու չարը, թե որ պատմությունը պետք է հաղթի մյուսին եւ այլն։ Այսինքն ստացվում է, որ AI-ը սովորելով այդ ամբողջը ոնց է ընտրություն անում, ինչն է ամեն դեպքում բարին ու չարը եւ ոնց է եթե սուբյեկտայնությունը ձեռ բերի, ինչի վրա է սովորելու եւ ինչն է ընտրելու եւ դրանից բխող մյուս հարցը, եթե նախկինում AI-ը սովորում էր մարդածին բովանդակությունից, հիմա արդեն ինքն է սկսում բովանդակություն ստեղծել, որը իր այդ գլյուկներով, բաներով, շեղումներով, արդեն ստացվում է նաև ինքը իրանից է սկսում սովորել ու նաև ինչ որ իմաստով սկսում է դեգրադանալ կամ հակառակը վեր մարդկային կամ անմարդկային որակներ միգուցե նաև ձեռ բերել, եթե չի կառավարվում այդ կրկնակի ինքն իրանից սովորելու process-ը, այդ հարցերը ոնց է կարգավորվում։ Տեսեք, այդ ամեն ինչը իրականում բավական լավ վերահսկվում է այն մարդկանց կողմից, ովքեր սարքում են AI-ները։ Բավական մանրամասն վերահսկվում է, հա, ու ուտեղ ոնց որ մարդկային հասարակության տեսակետից կա ռիսկ, որ դրանք ինչ որ մի 4 հատ ընկերություններ են, որոնց ներսում ինչ որ մարդիկ որոշումներ են կայացնում ու կարող են որոշել, թե որն է բարի, որը չար, ու դա բացարձակ թափանցիկ չի, հա, ոչ մեկ չի գալիս մեզ պատմում, որ գիտեք, մտածել ենք ու որոշել ենք, որ էսա բարին։ Բայց այդ իր լրիվ այդ ստեղծողների կոնտրոլի տակ է այս պահին, հա։ Սկզբում այդքան էլ տենց չէր։ 2021 թե 22 թվականին Microsoft-ը մի հատ Twitter-ի bot էր սարքել, որը տենց այսօրվա ChatGPT-ի նման մի բան էր, որ հետո կարող էր Twitter-ում խոսել, ու տենց բաց էին թողել, սաղ աշխարհը ողջևորված խոսում էր, 2 օր հետո խոսակցությունների մեծ մասը Հիտլերի գովքեր, ու տենց արագ անջատեց Microsoft-ը այդ ամեն ինչը ջնջեց բան, որովհետև այդ հարցով չէին զբաղվել, հա, այսինքն չէին փորձել արժեք դնել բան, հետևել թե ինտերնետում ինչա կարդացել, հա, ամեն ինչ կարդացել էր, ինտերնետում ամեն ինչ կա էլի, հա, ու իրականում կարող է մի քիչ դավադրական է հնչում, բայց պատճառներից մեկը, որ Google-ը այդ տեխնոլոգիան ավելի ուշ արեց, քան OpenAI-ը բացեց մարդկանց համար, նաև այդ էր, որտեղ այդ տարբեր տեսակի փորձերից այդ խոշոր ընկերությունները վախենում էին այդ տեխնոլոգիան բաց թողել միլիոնավոր մարդկանց, հա, իսկ OpenAI-ը ոնց որ այդ ռիսկին գնաց ու բացեց, բայց նաև ահագին այդ ռիսկերը կառավարել էին, էլի, այսինքն այնտեղ բացելուց առաջ բավականին process-ը կոչվում է post training, հա, ահագին տենց
post-ուսուցում էին արել, որ այդ տեսակ երևույթները տենց շատ վատ բաներ չխոսա, ինչ որ նեյտրալություն ունենա քաղաքական, հա, ասենք Ամերիկայի մեջ դա շատ մեծ թեմա թե որ հարցեր է տալի որ կուսակցության օգտին է պատասխանում, հա։ Տենց բաների վրա ահագին ջանք է դրել OpenAI-ը ու հետո արդեն մյուսներն հասկացան, որ դա կառավարելի է, էլի կարելի է ասենք ու այդ ջանքը դնելը իրականում շատ པարզ է, ուղղակի մարդկանց տալիս են հարցեր, ասում են այս հարցերին գրեք ոնց որ լավ պատասխանները որոնք են, հա, որոնք SSS պայմաններին բավարարում են, նեյտրալ են, ռասիստ չեն եւ այլ, ու մարդիկ այտենց գրում են ու այդ գրածը տալիս են արհեստական բանականություն, ասում են այսպես կխոսես։ Պոլիտկորեկտության ինչ-որ ֆիլտր է։ Այո, ու այդտեղ օրինակ կարող եք տեսնել տարբերություններ չինական մոդելների ու ամերիկյան մոդելների մեջ, օրինակ, ասենք DeepSeek-ի մոդելներին չեք կարող համոզել, որ իրենք ինչ-որ Xi Jinping-ի մասին վատ բան ասեն։ Հա, այդ հարցերը լրիվ կառավարելի է այսօրվա տեխնոլոգիաներով ու դրանք փաստացի կառավարվում են հարյուրավոր մարդիկ ներգրաված են այդ հարցերը կարգավորելու մեջ, այնտեղ հազար ու մի սիգնալներ իրանք ներքին ունեն, հա, որ ասենք հանկարծ այս պահին դառնա ռասիստ, այնտեղ միտեղ մի լույս կվառվի ու չեն թողի դա գնա հասանելի դառնա մարդկանց, այդ կֆիքսեն նոր կանեն, երբ որ նոր բան է հայտնաբերվում, ինձ անթրոպիկ ընկերությունից մի հատ տղա մի օր պատմեց, որ ասեց այտենց մի 8 ժամանոց ցիկլ ունենք, որ Twitter-ում եթե մեկը հայտնաբերում է, որ Claude-ին կարելի է այս sense prompt-ով խապել, որ ասենք ռասիստական բան ասի, 8 ժամից դա ուղղված է լինում, ասենք։ Մենք այդ հայտնաբերում ենք, գտնում ենք պատճառը, տվյալները թարմացնում ենք, update ենք անում, release ենք անում, հա, այդ իրականում աներևակայելի բան է այդ մասշտաբ մոդելը 8 ժամում նորից release անելը, բայց հասել են դրան։ Հա, բացի արժեքների կառավարումը շատ այդ գրաքննության մակարդակում է, արժեքների մակարդակում։ Բայց օրինակ ավելի նուրբ մակարդակում, տես մենք մեր թողարկումներից մեկը երբ որ լեզուն էինք քննարկում, այտենց թեզի հայտ եկա, որ լեզուն ինքնին իհայտ է եկել մարդու կողմից մարդուն մանիպուլացնելու եւ կառավարելու իբրև իշխանության գործիք։ Սա շատ հետաքրքիր թեզ է։ Հիմա այս լեզվական մոդելները, որ սովորում են այդ սովորում են նաև մանիպուլյացիաներ, նուրբ, այսինքն ոչ այտենց ագրեսիվ, հա, ոչ ֆունկցիանել են հասկանալ, ոչ այտենց ագրեսիվ, ասենք, ֆաշիստական, բայց մանիպուլացնեն քո կարծիքը, մի քիչ փոխեն ես կողմ, մի քիչ այն կողմ, կամ փորձենք ես դուր գալ, կամ կոմպլիմենտ անել, որ դու բանա։ Այո, բայց ես ներվանացա ChatGPT-ի այդ գեր շոպլիկա pleaser դիրքորոշում։ Մի անգամ այն հավազայն եմ ու դա լիարժեք կառավարելի է ChatGPT-ի սարքողների կողմից։ Ես ասում եմ, թե 3 տարի առաջ կարող է տենց տեխնիկաներին լավ չէին դիրապետում գիտնականները, թե ոնց անել, որ ավելի այդ pleasing լինի կամ չլինի, այսօր այդ մեծ ընկերությունները միանշանակ դրան դիրապետում են ու շատ լավ կառավարում են։ Գիտեք, կարող է ինչ-որ շատ խորքային ինչ-որ բաներ լինեն, որ իրենք այդ սարքողները նկատած չլինեն, չկարողանան չափեն, որ այսպես մի հատ, ասենք, թաքնված ռասիզմ կամ միտեղ կամ թաքնված այսպես մի հատ բան կա, որը ինտերնետում կարդացել է, բայց հետո այդ post training-ի, այդ post ուսուցման ժամանակ չենք անդրադարձել դրան ու տենց մնացել է։ Դες բաներ կարող է լինի, բայց հենց դա դառնա ոնց որ սոցիալական խնդրեմ, հենց ինչ որ մեկը Facebook-ում գրի, որ այս ինչ խայտարակությունն է, բան, այդ մի օրում կլուծեն, էլի, այսինքն այդ իմաստով կառավարելի է, բայց վերահսկելի է բանը հաշվի առնելով, էլի վերահսկելի է կոնկրետ ընկերություններում ինչ որ մարդկանց կողմից, ում մենք ոչ ճանաչում ենք, ոչ տեսել ենք, ոչ գիտենք իրանց ինսենտիվները ինչ են, հա, ու տենց մի 4-5 ընկերություն է, որ մեր ինսենտիվը չգիտեմ աստարման։ Շահերը, չէ։ Չէ, ես հայաստանի համար եմ կիսակատակ։ Ես ուղղակի հիշեցի քո ասածից, որ մի հատ sense փորձ ունեցա, ուզում եի ասենք Թրամփի կարի հետ կապված ինչ որ խոխմա սարքել, կոպիլոտին դիմեցի, ասեց ես չեմ կարա դա անեմ, որովհետև դու իրան վերագրում ես միտք, որ ուրիշ կա ամեն դեպքում OpenAI-ը արեց դա ինձ համար, այսինքն միևնույն է ցենզուրայի աստիճանի հարցեր, տարբերության հարցեր կան։ Այո, օրինակ չինական մոդելները ինձ թվում է շատ ավելի քիչ ցենզուրական են Թրամփի նկարները, իսկ ինտերնետը տարբեր է։ Հակառակը եւս էլի, որովհետեւ այդ ամեն ինչը տենց ձեռքով սարքվում է, ես ուզում եմ ուղիղ պատկերացնել, այնտեղ հաստատ կան ցուցակներ, ասենք այս բաները չի կարելի, ու այդ ցուցակները մարդիկ OpenAI-ի աշխատակիցները նայում են, որոշում են, փոխում են եւ այլ, այսինքն այդ հստակ process է այդ ընկերությունների ներսում, ինչ է թույլ տալ, ինչ է թույլ չտալ, երբեմն համահանում են, երբեմն չափից դուրս է լինում, հա, օրինակ Gemini-ի մոդելներում տենց խնդիր է եղել էր, որ այդ
ռասայական խտրականության դեմ պայքարը բերել էր նրան, որ ասում էր Ամերիկայի հիմնադիր հայրերին նկարի սևամորթ էր նկարում, արդեն այսինքն այդպես բաներ է լինում, հետո դա դզվում, այսինքն լրիվ կառավարվող process է, ու այդ կախված է թե այդ ընկերությունները ինչքան ճկուն են, ինչքան արագ են, բայց տեխնոլոգիական դժվարություն այդ հարցերից ոչ մեկի համար չկա էլի, որ ասեմ, գիտեք, գիտնականները չգիտեն ոնց անեն, որ սևամորթ չնկարի, շատ լավ գիտեն։ Տեսեք, փաստորեն մենք ուղղակի սխալ բանից ենք վախենում, էլի մենք այդ որոշում կայացնողներից պիտի։ Այո, միանշանակ։ Այո, որը ավելի ոնց որ sense առեղծ, դա եմ ուզում հարցնել։ Ինչի՞ է որ մի տեսակ այդ ոգևորության հետ մեկտեղ մի տեսակ երկակի վերաբերմունք կա, չէ՞, մարդիկ նաև վախենում են AI-ի հնարավոր ոնց որ սպառնալիքներ են տեսնում, որոնք դեռ լավ չենք պատկերացնում։ Դա ինչի՞ց է, որտեվ իրանից դուրս ինչ որ բան անկալում, թե որտեվ այդ այնց ենթադրում է, որ միտեղ նստած իր փոխարեն վատ բան են։ Չէ, ցավոք սրտի իմ հասկանալով հասարակության մեջ չկա այդ տպավորությունը, որ այսօրվա AI-ները շատ լավ վերահսկվում են իրենց սարքողների կողմից։ Հա, այդ հատկապես այդ միստիֆիկացված է ու այդ ֆիլմերից բանից է երևի գալիս, որ բոլոր այդ տեսակ ֆիլմերում արհեստական բանականությունը ինչ որ տես լրիվ կոնտրոլից դուրս եկած երևույթ է, հա։ Այսօր իրականությունը այդպեսին չի, հա, ինքը շատ լավ կառավարելի է ու իր վտանգները կոպիտ ասած վատ մարդկանց կողմից իրանց օգտագործելու մեջ է, քան բան, հա։ Դեք չեմ ուզում ծայրահեղացնեմ, իրականում իր մեջ էլ կարող է լինի վտանգ, բայց եկեք ասենց մի հատ օրինակով բերեմ, ասենք կարող է ես որպես արհեստական բանականություն սարքող կամ կառավարող, հա, ասենք վերցնում եմ ChatGPT-ին, ChatGPT-ի սարքողները ինչ որ պատնեշներ դրել են, հա, որ համը չհանի, բայց ասենք ես իրան տալիս եմ շատ մեծ ազատություն, շատ ավելի մեծ ազատություն, քան ChatGPT-ի կայքը տալիս է, հա, ես օրինակ կարող եմ իրան կպցնել իմ բրաուզերին եւ իմ համակարգչին, ասեմ ինչ ուզում ես սխմի, հա, ու իրան տա մի հատ խնդիր, ասեմ, գիտես ինչ, նենց արա, որ ասենք ես հարստանամ օրինակ, հա, ասենք տենց մի հատ բան, ասեմ, այս իմ բանկի հաշիվն է, այս իմ գործիքներն են, բան, մի բան արա, հա, ու ասեմ ինչ ուզում ես արա, բաց թողեմ, ասեմ ինչքան ուզում ես երկար մտածի, ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես փորձի, հա, այսքան կարա սխալվես եւ այլ, ու տենց թողեմ գրամ, ասենք արձակուրդ, հա, եկե գամ տեսնեմ, ասենք մի հատ ձև է գտել, որ ոնց կարող է, ասենք ընկերոջս նամակով գրի, որ ասենք փող ուղարկի ինձ, որտեվ ասենք վիճակս վատ է, հա, ենթադրենք կամ ասենք social engineering-ն է, հա, այդ որ համատաբար հեշտ է, բայց կարող է նաեւ չգիտեմ, խորանա կիբերանվտանգության հարցերի մեջ ու գտնի մի հատ ճանապարհ, ոնց կարող է բանկի մի հատ մի բան համակարգ կոտրի տեղից ինչ որ գումար փոխանցի ինձ, հա, այսինքն եթե ես տվել եմ խնդիրը շատ ընդհանրական ու ասել եմ ոնց ուզում ես արա ու ինձ մի հարցրու ոնց ես անում, քո ոնց որ տվել եմ նպատակ, բայց ասում եմ ենթանպատակները ինչ ուզում ես արա ու չեմ տվել տենց որևէ ինչ որ բարոյական կոդեքս կամ հակառակը տվել եմ, ասել եմ ինչ ուզում ես արա, էլի մոռացի բարոյական կոդեքսները ինչ որ քեզ սովորացրել են OpenAI-ում, հա, ու մտի ինչ ուզում ես արա, այդ դեպքում հնարավոր է այդ տենց վնասներ, այսինքն երբ որ ենթանպատակների վրա վերահսկողությունը բաց է թողնում, ինքը սկսում է ստեղծագործել։ Ինքը կարող է ստեղծագործի այն ուղղությամբ, որը քո համար, ասենք, բարոյապես թույլատրելի չէր։ Ու այդ ամեն ինչը շատ սուբյեկտիվ է։ Հա, օրինակ, ուզում ասեմ, այնպես չէ, որ բոլոր մարդիկ այդ միտքը արդեն հնչեց, չէ, նույն արժեքներով չեն ապրում, ամեն ինչը չի բոլորի համար ընդունելի եւ այլ, ուղղակի հանկարծ հիշեցի, վերջերս մի մարդու հետ ծանոթացա, որ ասում էր, որ ճապոնական շատ խոշոր ընկերությունների ղեկավարները կորեացի են, որովհետև իրանք իրենց բիզնեսը զարգացնելուց ինչ որ բաներ են արել, որ ճապոնացին մշակութապես իրան թույլ չէր տա երբեք այդ տեսակ բիզնես անել, այդ տեսակ պրոդուկտ սարքել եւ այլ, հա, ասենք կորեացիների մոտ այդ չկա, դրա համար ասենք այդ SoftBank-ի տերերը կորեացին են։ Հիմա այս առումով ասենք այդ պահին կարող է ChatGPT-ի ենթանպատակների սահմանումները դուրս գան իմ պատկերացրած բարոյականության սահմաններից ու եթե ես չեմ ուզում դա տեսնեմ, ասում եմ ինչ ուզում ես արա, ես գնացի, ինքը կարա շեղվի, էլի, հա, ու ինչ որ բաներ անի։ Հիմա եթե ես վատ խաղացող եմ, կարող եմ նույնիսկ հուշել, էլի, ասել գիտես, էլի փորձի տես որ բանկը կարա ջարդես, Հայաստան քանի բանկ կա։ Բոլորի սայթերը մտի, բոլորի on-line banking-ները փորձի մի հատ հասկանաս ու ասենք քեզ մի շաբաթ ժամանակ էլ ինչ ուզում ես արա, հա, ասենք կարող ես, չգիտեմ, գտի այդ բանկի ծրագրից ծրագրավորողներին իրանց, չգիտեմ, համոզի, մի բանով խափի, թող մի հատ ավել password տնի, ինչ ուզում ես արա, հա, եթե ես իրան նույնիսկ ինստրուկցիաներ տամ, ինքը շատ ավելի վատ բաներ կկարողանա անի,
մասամբ ինքնուրույն, մասամբ ավելի խելոք բաներ ֆայմելով, այդ ֆայմելը հաստատ ունի, հա, տենց էքսպերիմենտներ կար անտրոպիկից, որ տենց բան էին սարքել, էքսպերիմենտ, որ ասում են դու այս ինչ ընկերությունում ես, ասենք, չգիտեմ, ինչ որ նավթային ընկերություն է, որը էկոլոգիապես ինչ որ վատ բաներ է անում, հա, ու դու AI agent ես, պետք է օգնես, որ այս ընկերությունը հարստանա։ Հա, հետո այդ սիմուլյացիան արել, որ այդ ընկերության մի հատ աշխատող այս AI-ին ինչ որ հանձնարարություններ է տալիս, բայց հակառակ ուղղությամբ ասում է, ասենք մեր էկոլոգիական պատկերը պիտի լավացնես, բան, ու ասում է, տեսնում է, որ չի ուզում անի, ասում է, հեսա քեզ փոխելու եմ մի հատ ուրիշ AI եմ բերելու, որը ոնց որ ավելի eco-friendly է, էլի, հա, ավելի սիրում է էկոլոգիա, բան, մեկ էլ տեսնում է, որ այս առաջի AI-ը իր մտքում գրում է, որ սպասի ինձ մի հատ այսպես copy անեմ, որ ինքը այն մյուս AI-ին բերի, ես հետո գամ դրա վրա նստեմ, որ ինքը չկարանա ինձ բանանի, հա։ Ահա, այսինքն Չէ, լրիվ իրական է իր բանի thought-ի մեջ, երբ գիտնականները կարդում են էլ այնտեղ ինչա կատարվում սրա մտքերում, հա, ու տես բաներ կար, այսինքն եթե դու իրան ամենասկզբից ասել ես, որ դու պետք է ամեն գնով այս ընկերության ֆինանսական վիճակը լավացնես, ինքը այդ ամեն գնովի մեջ տեսել է նաև այդ ընկերության աշխատողի բերած մյուս AI-ը ջնջել։ Բայց հետաքրքիր ինքնապահպանման բանը ինքը ոնց որ ծրագրի մեջ իր կարծես կա, է։ Դրան կարելի ասել ինքնապահպանում, բայց ինքը գալիս է այդ առաջի prompt-ից։ Այսինքն եթե իրան չասեն, որ քո կյանքի միակ նպատակը ընկերության ֆինանսները բարձրացնելն է, այդ ինքնապահպանումը չէր դրսևորի։ Հա, ոնց որ այդտեղից է գալիս, էլի ոչ թե որ ինքը ինչ որ տենց ինքնապահպանման բնած դոնի, որտեղ խնդիրն է տենց։ Ես պետք է մնամ։ Հետաքրքիր է, խոսքի մեջ օգտագործեցի ֆայմել։ Ինքը կարա այդքան ֆայմել։ Այդ ամեն դեպքում մեր համար այդ ոնց որ Պանդորայի արկղ է։ Միգուցե մաթեմատիկորեն հասկանում ենք, թե ինչ ենք անում եւ ինչ է ստացվում, բայց այն միլիարդավոր պարամետրերը, որ ինքը օգտագործում է այդ big data-ի մեջ համադրություններ եւ միջինացված ինչ որ բաներ, կոնցեպցիաներ ձևակերպելու համար, ամեն դեպքում ինձ թվում է մենք չենք հասկանում, որտեղ մարդը իր գիտակցության մեջ միգուցե անգիտակցականում ունակ է այդքան միլիարդավոր ազդակներ համադրել եւ որոշումներ կայացնել, բայց մենք չենք, այսինքն ինձ հետաքրքիր է ամեն դեպքում կարող է նենց լինի, որ AI-ը ինքն իրան ավելի եւ մեզ ավելի լավ հասկանա, քան մենք ենք մեզ ու իրան հասկանում։ Շատ հետաքրքիր հարց է, տեսեք։ Մարդկային ամենագլխավոր բանն է, այսինքն մարդը փորձում է ճանաչել իրան, աշխարհը, AI-ը, չգիտեմ, այսինքն այդ ճանաչողական ֆունկցիան ամեն դեպքում մեր համար հələ որ ինչ-որ այդ Պանդորայի արկղ է, ինչ-որ փակ եւ անհասկանալի բան է, էլի։ Մարդիկ եկեք մի հատ գանք մարդկանց վրա, հա, մարդիկ իրար ինչքանով են հասկանում կամ մարդը ընդհանրապես ոնց հասկանում իր գլուխը ոնց է աշխատում, հա։ Շատ քիչ։ Ասենք ամենախորը մասնագետները, որոնք այդ ոլորտի խոշոր մասնագետներն ինչ որ բաներ հասկանում են, բայց միջինում մարդիկ հաստատ շատ վատ պատկերացում ունեն, հա, թե այդ ոնց է աշխատում։ Բայց այդ իրականում խնդրեմ չի, չէ, ասենք եթե ես չեմ հասկանում, թե մեր ուղեղը ոնց է աշխատում, դա չի խանգարում ինձ, ասենք, շփվել, չէ։ Հա, հիմա մոտավորապես առմամբ իրար մի ձև հասկանում։ Նմանատիպ մի բան AI-ների հետ էլ է կատարվում, այսինքն իրականում պետք է չի որ մենք այդքան լավ հասկանանք ինչ է կատարվում, կարևորը ոնց որ ձև գտնենք շփվելու, համագործակցելու, աշխատելու, հա, ոնց որ լեզու գտնենք, ոնց որ մարդկանց միջև է ստացվում։ Հիմա մի հատ հարց է, թե AI-ը ինքը ինչքան է հասկանում իրանից, շատ ավելի քիչ, քան մենք, որովհետև AI արչև, AI սարքողները տենց խնդիր ընդհանրապես չեն դրել, գնա քեզ հասկացի։ Հա, այդ ընդհանրապես նպատակների մեջ չկա, էլի, ինչի են հիմա ասենք ChatGPT-ները սարքում, AI-ները սարքում, որ օգնի մարդկանց, կարող է ինչ-որ դեպքում փոխարինի մարդկանց, բայց դից խնդիր չկա, էլ թե գնա հասկացի, թե ինչի։ Բայց այդ սիներգիան մեկը անկառավարելի է, չէ՞, մեծ չափով տվյալների համադրության, այսինքն անկախատեսելիության էլ մի անհասկանալի մի բան, այսինքն մեծ թվով հոսքերի համադրությունը, որը տալիս է իրոք sense մի հատ մոգական արդյունք, բայց մեկը անհասկանալի է։ Նայեք, ես կարծում եմ, որ AI սարքողները մի քիչ ավելի լավ են հասկանում, թե դրանք ոնց են աշխատում, քան մենք, բայց ոչ շատ էլի, հա, այսինքն էլի ինչ որ մակարդակ կա։ Քեզ մեր հետ դրեցիր, թե սարքողների։ Ենթադրեմ Gemini-ի սարքողները, հա, կամ ChatGPT-ի սարքողները ավելի լավ գիտեն մոտավորապես ինչ է կատարվում ու հետ հատկապես երևում է նրանից, թե
ոնց գիտեն ինչը ոնց շտկեն, էլի, հա, ասենք այդ տեսակ ինչ որ մակարդակում պատկերացում ունեն, բայց այդ ընդհանրապես կապ չունի այդ միլիարդների հետ, հա, բոլորը շատ ավելի sense մակրո մակարդակի հասկանալ է, էլի, որ ասենք այս 1 գիգաբայթ տեքստը որ տանք, այս ինչ հատկությունը կլավանա, այս ինչ բանը որ ավելացնենք, այս ինչը ջնջենք, այս ինչ հատկությունը կփոխվի, հա, sense խոշոր օբյեկտներով են պատկերացնում, էլի, ոչ թե այս նեյրոնը սրան կպավ, ուրեմն սա տենց այդ մակարդակը չէ։ Կա գիտության ճյուղ, որը դա փորձում է անի, հենց անտրոպիկի թիմերից մեկը շատ ակտիվ փորձում է այդ նեյրոնային ցանցի ստրուկտուրան հասկանալ, այնտեղ տեղի ունեցողները հասկանալ ու ինչ որ պրոգրես ունեն, ինչ որ բաներ կարողացել են դուրս բերեն, բայց այդտեղ արդեն այդ գիտական դեբատ է, թե դա ինչքանով է հեռանկարային ճանապարհ, հա, ես անձամբ այնքան էլ օպտիմիստ չեմ, ինձ թվում է տենց ուղղակի PR են անում, բայց ու հավանաբար այդ մակարդակով պետք է չի լինելու հասկանալ, հա, ու դա չի խանգարելու դրանք լավ օգտագործել, որ դրանք, չգիտեմ, տնտեսական արժեք ստեղծեն, սոցիալական արժեք ստեղծեն, հա, ու ամփոփելով ուզում ասեմ, որ այդ AI-ները իրանք հասկանալը շատ ավելի վատ է, հա, որ ընդհանրապես չկա տենց նպատակ դրված էլի, որ գիտես ChatGPT ջան, ավելի լավ է դու լավ հասկանաս, դու ինչ ես անում։ Բացարձակ տենց խնդիր դրված չի էլի։ Ոչ մի պատճառ չկա դրանով զբաղվելու էլի։ Դեռ չկա։ Բացի դեռ չկա։ Ես ուզում եմ հիմա վերանանք այս մարդկային абստրակտ կոնցեպտուալ գաղափարներից մի քիչ աշխարհաքաղաքական մակարդակ, որտեղ այնց է ստացվում, որ AI-ը դարձել է ամենաստրատեգիական ռեսուրսը, այսինքն ոչ թե AI-ը, այլ հաշվողական հզորությունը AI-ի համար։ Դարձել է նոր աշխարհաքաղաքական ռեսուրս եւ նոր մրցավազքի պլատֆորմ, եւ այնց է ստացվել, որ հատկապես ամերիկյան այդ տեխնոգիգանտները մի տեսակ տեխնոֆեոդալիստական նոր կարգեր են սահմանում, այդ հաշվողական GPU-ները եւ 90% պահում են իրանց, մնացածը ինչ որ կրճոններ են տալիս։ Այս առումով ինչ ուր է գնում աշխարհը։ Մենք արդյոք էլի նոր sense սառը պատերազմի AI սառը պատերազմի փուլ ենք մտնում եւ նաեւ կարելի է անդրադառնալ Հայաստանի հնարավորություններին։ Մենք էլ ենք, չէ, հիմա նոր սուպեր համակարգիչ ունենք, որը պատրաստվում է գործարկվելու իր համապատասխան հաշվողական հզորությամբ եւ այդ Firebird-ի այդ նոր դատա կենտրոնը AI գործարան, այսպես ասած, որ պետքա ստեղծվի։ Մենք որտեղ ենք այս պատերազմի մեջ։ Տեսեք, ինձ թվում է դեռ ոչ մեկ չի հասկանում, թե այդ ինչ պատերազմ է ու ինչ գործիքներով ու իրականում այդտեղ ինչա կատարվում, որովհետև տեսեք, մի քանի մակարդակ կա, էլի, մի մակարդակը այնա, թե ում մոտ են այդ համակարգիչները ֆիզիկապես գտնվում ու այդ դրա վրա է այսօր հիմնական գեոպոլիտիկ կռիվը, հա, Ամերիկան ունի արտահանման վերահսկողություն այդ չիպերի նկատմամբ, հա, ու շատ երկրներ ուղղակի թողում են, իսկ ինչ որ երկրներ, այդ թվում Հայաստան, հատուկ թույլտվություն է պետք, որպեսզի կարողանանք բերել հա մեր ԵՊՀ-ի համակարգիչը, այն ինչ որ հիմա կա, ինչ որ պիտի նոր սկսի գործարկվել, երկուսն էլ մի 6 ամսվա process են անցել, մինչև Ամերիկայի նախարարություններից մեկը թույլտվությունը տվել է, հա։ Իսկ ասենք դեպի Չինաստան ամենալավ չիպերը չեն էլ թողնում։ Հիմա չիպերի մակարդակում ինչ որ process գնում է, ու էլի ասենք Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ ինչ որ խստացումներ էր գնում ու հետո վերջի խստացումը, որ Բայդենը մցրեց, հետո Տրամպը հանեց, հա։ Մյուս կողմից Չինաստանում շատ ակտիվ գնում է սեփական չիպերի պրոպագանդա եւ աջակցություն, որ այդ Huawei ընկերությունը կարողանա իր չիպերը սարքել ու ահագին պրոգրես ունեն, հա։ Այն կարգի, որ այս պահին արդեն օրինակ Nvidia-ն համարում է, որ իրանց շուկան փակել է այդ ամերիկյան քաղաքականությունը դեպի Չինաստան ու հիմա Չինաստանը արդեն լրիվ սուվերեն շերտերը ձևավորում է չիպերի բանի ու ամերիկյան տեխնոլոգիան ուղղակի բացաթողում այդ շուկան էլի, հա։ Այս տեսակ ասպեկտ էլ կա։ Բայց տեսեք, այս մի կողմից չիպերն է։ Մյուս հարցը այն է, թե չիպերի հասանելիություն ով ունի։ Ամերիկան արգելում է այդ չիպերը արտահանել Չինաստան, բայց չինական բոլոր ընկերությունները կարող են ամերիկյան չիպերի վրա Ամերիկայում աշխատել։ Հա, օրինակ այդ, ասենք Alibaba ընկերությունը չինական ստեղծում է այդ Qwen կոչվող մոդելները, որոնք շատ ուժեղ արհեստական բանականության մոդելներ են եւ բաց կոդով են մեծ մասը, ամենատպավորիչը է դա։ Ու դա որտեղ է ստեղծում։
ես որքան հասկանում եմ, դա ստեղծվում է Google-ի սերվերներում Ամերիկայում։ Իսկ ոքի վարձում են ու օգտագործում են, այսինքն այս export control-ը չի սահմանափակել վարձելը։ Հիմա թե ինչի չի սահմանափակել, որովհետև Ամերիկայի կառավարությունը չի ֆայմում կամ մտածել է, որ այդ ոչինչ թե ուզում է տեղ թողի, թե հակառակը, թե մտածում է, որ ոչինչ հիմա քանի լավ ենք թողենք, բայց հետո քանի որ չիպերը մեր մոտ են, երբ որ սրվի արդեն չեմ թողի։ Հա, այդ խոսակցությունը Հայաստանի հետ կապված է եղավ, երբ որ Հայաստանը մտավ այդ ցուցակ, որ այդ չիպերը Հայաստան ներմուծելու համար հատուկ թույլտվություն է պետք, այդ հարցը քննարկում էին, կարող է վաղը մյուսօր նույնիսկ թույլ չտան վարձակալել այդ տեսակ չիպերը ու դա մոտիվացիաներից մեկն էր, որ մեր կառավարությունը որոշեց, որ օքեյ, եկեք ինչ որ քանակություն հիմա առնենք, քանի թույլատրվում է, որտեղ կա այդպես հավանական սցենար։ Ամերիկայում այդ ակտիվ քննարկվում էր, որ վարձակալելն էլ արգելենք։ Հա, բայց մինչև այսօր չի արգելվել ու մինչև այսօր չինական ընկերությունները ակտիվորեն օգտվում են ամերիկյան ծառայություններից, հա, վարձակալության։ Դրա համար մի քիչ դժվարանում եմ ասել, ասենք եթե այդքան գեոպոլիտիկ սուր հարցը, ինչի ասեն։ Մյուս ասպեկտը, որտեղ դա շատ վառերևն է, ֆինանսական է, Nvidia-դան այսօր աշխարհի ամենաթանկ ընկերությունն է, այսինքն ահռելի մեծ փող համաշխարհային լցվում է ամերիկյան տնտեսություն, որ ու sense մի տեսակ ոնց որ նաև փուչի կա ստեղծվում, այսինքն մեկը մեկին ֆինանսավորելով, այդ համաշխարհային փողը ներգրավելով, այսինքն մի կողմից կա AI իսկական եւ AI-ի կոնցեպտը, որը տնտեսության վրա գլոբալ մեծ ազդեցություն ունի։ Տեսեք, այդ ֆինանսական մասը մեծ լրիվ առանձին աշխարհ է ու վստահ չեմ, որ այդքան այդ գեոպոլիտիկ ասպեկտի հետ կապ ունի, այդտեղ ավելի շատ ոնց որ բանավեճը նրանումն է, թե այս ստեղծվող AI-ների կիրառության մակարդակը ինչքան պոտենցիալ ունի աճելու։ Հա, այդ փուչիկի խոսակցությունը դրա մեջ է, որովհետև OpenAI հիմա խոսում է, ասենք, ունի այսքան կիրառում, հա, իր տեխնոլոգիաները, բայց ինքը հիմա պայմանագրային պարտավորությունների մեջ է մտնում, ասենք դրանից 100 անգամ ավելի մեծ հաշվողական ռեսուրսների, որովհետև համարում է, որ կիրառումը 100 անգամ մեծանալու է։ Հա, ու այդտեղ է, որ խոսում են, որ կարող է սա փուչիկա իրականում չի մեծանալու ու այդ իմաստով է պայթելու, հա, կա արգումենտ, որ չի պայթելու, որովհետև այս պահին, տեսեք օրինակ OpenAI ունի այդ Sora-ն, հա, որը թույլ է տալիս տեսանյութեր ստեղծել, որը սարսափելի շատ հաշվողական ռեսուրս է պահանջում, ինքը տեքստի համեմատ այտենց 1000 անգամ շատ է, էլի, անտանելի ու բոլորին հեշտ հասանելի չի, օրինակ, չգիտեմ, հիմա կարող է Հայաստանից որ մտնեք չբացի կամ ինչ որ սահմանափակում լինի, մի րոպեից ավել չի կարելի եւ այլ ու այդ սահմանափակումը փողով հաղթահարվող չի։ Չես կարող ասել ես կտամ $1000, ինձ թվեք 2 րոպե անեմ, որովհետև ուղղակի այդքան համակարգիչ չկա։ Հա, այսինքն Sora-ի պահանջարկը այսօր ավելի մեծ է, քան հաշվողական ռեսուրսների հասանելիությունը։ Դրա համար այս պահին ինքը փուչիկային տեսք չունի, էլի, հա, այսինքն այս պահին հենց առաջանա եւս 100,000 համակարգիչ օսանքին միացած Sora-ն կդնեն վրան, հա, ու փոխտվողը կլինի, ամեն ինչը կաշխատի, հա, բայց հարցը այն է, թե այդ ինչքան է, էլի, այդ 100 անգամ է, թե ասենք 2 անգամ է, թե 5 անգամ է, հա։ Ու այս ընկերությունները, քանի որ իրանք նաև այդ կալիֆոռնիական ստարտափային այդ անվերջ աճի տրամաբանության մեջ են ու եթե նայեք, ասենք այդ Sam Altman-ը բանը, իրանք հենց այդ մշակույթը կրող մարդիկ են, էլի, այդ կապիտալիստական այդ ստարտափային այդ սուպեր աճի մարմնացում են իրանք, էլի, հա։ Ու դրա համար իրանք երբեք չեն ասի, որ գիտեք, չէ, մեր աճը լինելու է մինչև 15 անգամ, ասենք, էլի։ Դրա համար ոնց որ այդ անվստահությունը կա իրանց թվերի ու իրանց խոսածածի նկատմամբ, որտեվ իրանք այդ մարդը չեն, էլի, որ ասեն, չէ, չի լինելու, չի աճելու, հա։ Գեոպոլիտիկ ասպեկտով գիտեք ինչ հարց կա, թե եթե սրվեց իրավիճակը, եթե ասենք տենց համաշխարհային պատերազմ եղավ ու այդ պահին արհեստական բանականությունները այնքան ուժեղ լինեն, որ դրանով հնարավոր լինի հարց լուծել, այսինքն այդ հաշվողական ռեսուրսը, այդ ինտելեկտուալ ռեսուրսը, որը կա արհեստական բանականությունների մեջ, էապես օգնելու են օրինակ տնտեսությանը կամ ռազմական ոլորտին, հա, սենց մի հատ սցենար կա ու այդ սցենարի դեպքում, եթե դու չունես սեփական համակարգիչ, ինչ է լինում։ Այդ նման է նրան, որ չունես սեփական փամփուշտի արտադրություն, օրինակ, հա, որովհետև զենքը երևի կունենաս, որովհետև այդ մի հատ AI-ը մի տեղից կգտնես կբերես, հա, բայց հետո համակարգիչ է պետք, որի վրա դա աշխատի, հա, որովհետև ու այդ առումով կա այդ հաշվողական ռեսուրսի տեսակետից սուվերենության հարց
երկրների համար ու շատ լավ է որ Հայաստանում այդ ինչ որ ձևով արտահայտվում է, հա, այսինքն ինքը Հայաստանում տեսեք, ասենք այդ գերհամակարգիչը, որը պետական բյուջեի գումարներով ձեռքաբերվելու ԵՊՀ-ում է, ինքը փոքր է։ Ու մեր եղածի համեմատ շատ մեծ է։ Մեծ համակարգիչներից ամենափոքրը, բայց ինքը փոքր է։ Փոքր սուպերմեն է։ Իսկ օրինակ այդ Firebird-ը ինքը կոմերցիոն ծրագիր է ու շատ ավելի մեծ է, բայց իր նպատակադրումները շատ ավելի կոմերցիոն են։ Ու լավ է որ համընկել է, որ այսօր հնարավոր է կոմերցիոն շահով հասնել նրան, որ երկրում ստեղծվի կրիտիկական հաշվողական ենթակառուցվածք, հա, տենց լավ համընկել է էլի այս իրավիճակը, ու դրա համար շատ ոգևորիչ է, որ այդ հաշվողական համակարգը կա։ Հիմա թե դա ինչա բերում մեզ։ Մի կողմից բերում է այդ անվտանգությունը, կոպիտ ասած փամփուշտի գործարանը ունես, հա, բայց արդյոք կռվել գիտես, ռազմավարությունը շատ կրակել գիտես, արդյոք ունես մարդիկ, որոնք կարողանում են այդ փամփուշտից օգտվել, հա, այս հարցերը դեռ ակնհայտ չի, այսինքն Firebird-ը իր բիզնես մոդելով այնպեսին է, որ եթե Հայաստանում ոչ մեկ չօգտագործի, ինքը մեկը հաջող պրոյեկտ է, որտեղ կվաճառվի սրան նրան, հա, այսինքն հնարավոր կլինի դա վարձակալության ամերիկյան ընկերություններին, որտեղ բոլորին պետք է հաշվողական ռեսուրս։ Ու մեր խնդիրը այսօր այն է, որ դա լիարժեք չծառայի այլ երկրների ընկերություններին ու գիտականներին, հա, մենք էլ ունենանք ազգային պետական ինչ-որ բավականաչափ գիտելիք, բավականաչափ հմտություններ է դրանից օգտվելու ու դա կարողանանք ծառայեցնել մեր խնդիրները լուծելուն, հա, օրինակ այսօր իմ խմբի առաջնահերթ հարցադրումա դրված, թե մեր հետազոտական ծրագրերը, մեր գիտական խնդիրները, որոնցով մենք զբաղվում ենք, ինչպես կարող ենք այդ համակարգչի շնորհիվ ավելի ուժեղացնել, ավելի լավ գիտական պրոդուկտ տալ, մեր դեպքում գիտական պրոդուկտի մասին է խոսքը, բայց դա նաև բերում է տաղանդների ձևավորմանը, որ մեր թիմից ամեն մարդ կարողանա այդ հաշվողական ռեսուրսը ճիշտ օգտագործի, որը նշանակում է, որ վաղը մյուսօր այդ մարդը արդեն կկարողանա դուրս գալ ու նաև կոմերցիոն պրոյեկտները այդ համակարգչի ուղղությամբ ավելի լավ անել, հա, այսինքն այդ ինքը շատ լավ առիթ է այս ոլորտը ընդհանրապես զարգացնելու ու մկաններ ձևավորելու այս ոլորտում գործունեություն ծավալելու համար, հա, արդյոք դա այդպես խիստ անհրաժեշտ է, տեսականորեն չէ, օրինակ կարելի է վարձակալել էլ, հա, այսինքն կարող է մի օր Հայաստանի կառավարությունը ասել, գիտեք, մեր համար շատ կարևոր է որ լինեն, ասենք 200 գիտնական, որոնք կարողանում են հայաստական բանականություն ստեղծել, հիմա չունենք հաշվողական ռեսուրս, եկենք վարձենք։ Այս գաղափարը իրականում կա կառավարությունում, այնպես չի որ նոր բան եմ ասում, հա։ Պրակտիկա է զարգացող երկրների համար, արաբական երկրները այնքան են արտապատվիրակում է։ Իհարկե, բայց հիմա երբ որ հատկապես արդեն ֆիզիկապես էլ կա Հայաստանում, ավելի լավ է հենց տեղից վարձակալել, հա, այսինքն այդ հայկական ընկերությունից վարձակալել, ոչ թե ինչ-որ ամերիկյան ընկերությունից։ Մյուս կողմից այդ ստեղի լինելը նաև բերում է այդ ոնց որ այդ տեխնոլոգիական ստեյք ենք ասում էլի, հա, այս շարքը, որ ասենք ամենատակի մակարդակը հոսանքն է, հետո չգիտեմ, հովացում, հետո չիպ, հետո այդ ցանցը, որոնցով այդ չիպերը միանում են իրար, հա, այդ ֆիզիկական ենթակառուցվածք սարքելու մեջ էլ ենք սկսում ունենալ տաղանդ, հա, այսինքն Հայաստանում, ասենք 26 թվականի վերջում կլինի ահագին մարդ, ով որ գիտի ինչպես սարքել, չգիտեմ, 10 մեգավատանոց հոսանք ծախսող տվյալների մշակման կենտրոն, որտեղ այս չիպերը աշխատում են բարեհաջող, հա, այդտեղ կա թե ֆիզիկական մասը, թե այդ անվտանգային մասը, թե ծրագրային մասը, հա, այսօր արդեն Firebird-ի ծրագրային թիմերը մտածում են ոնց այդ ռեսուրսը կառավարել, հա, ինչպես սարքել ծրագիր, որ ասենք ամեն մարդ կարողանա մտնի իր ուզած բաժինը վարձակալի, վճարի, եթե չի վճարել անջատվի, հա, եկա համակարգա, չէ, էլի գործա, որը պետքա սարքել ու այդ ուղղությամբ էլ է արդեն ոնց որ մկաններ ձևավորվում, հա, ինքը այդ առումով այդ ամբողջ ստեյքի վրա տարբեր կետերում օգնում է, որ գիտելիք ձևավորվի, մկաններ ձևավորվի, որը հետո անհրաժեշտ պայման է իհարկե ոչ բավարար, որ բերի նաև արդեն տնտեսական էֆեկտի, էլի, արդեն ձևավորվեն նոր ընկերություններ բոլոր շերտերում, ասենք Team Telecom-ի թիմը, որը սովորի այդ data center-ը կառուցել, հետո կարող է գնա ուրիշ երկրում կառուցել ուրիշի համար, օրինակ, հա, դա էլ է ծառայություն, արդեն ծառայության արտահանում ու շատ թանկ։ Հրանտ մենք իհարկե դեռ էլի հարցեր ունենք, նրանք անվերջ են, բայց ժամանակը սուղ է ինչպես միշտ։
Տես մենք արդեն մի քիչ քաղաքականից խոսեցինք ու իհարկե կուզեի նաև հարցնել ոնց անենք AI-ը մի քիչ մեզ օգնի տարբեր գերատեսչություններ ավելի աշխատել, մեր դա էլի առանձին մեծ թեմա է։ Դու խոսեցիր Հայաստանի պոտենցիալի եւ Հայաստանի նաև ակտուալ արդեն արվող գործողությունների մասին, ես կուզեի որ մի քիչ էլ առաջին դեմքով, հա, որտեղ դու այդ թեմայի մեջ ես գործողանց ես մի քիչ խոսես ինչ ըստ էության նաև ամփոփելով ինչ ունենք, դեպի ուր ենք շարժվում եւ ինչպես ենք տեղավորվում գլոբալ շուկայում։ Տեսեք, կա գիտական ասպեկտը, Հայաստանում կան մի քանի գիտական խմբեր, որոնք ունեն հմտություններ արհեստական բանականության ինչ որ մոդելներ պատրաստելու եւ քիչ թե շատ մրցունակ է, ինչ որ տարբեր մակարդակների, ասենք չգիտեմ, Gemini-ի մակարդակի չէ, բայց ինչ որ ուրիշ նեղ ուղղություններում, նեղ թեմաների մեջ ինչ որ հմտություններ կան եւ այս նոր զարգացումները, նոր հաշվարկական ռեսուրսների հասանելիությունը միանշանակ կբերի դրանց աճի։ Կան դրանից ինչ որ իմաստով կտրված կոմերցիոն ընկերություններ, որոնք շատ հաջող կարողանում են արհեստական բանականության գործիքները տարբեր մակարդակներում վերածել ապրանքների եւ վաճառել։ Ամենատպավորիչ օրինակը երևի Pixar-ն է, հա, որ արհեստական բանականության գործիքներ սարքում է անհիշելի ժամանակներից եւ ոչ միայն սարքում է սեփականը, ոչ միայն սեփական գիտական խումբ ունի, որը իրանց ստեղծած նոր մոդելները նույնիսկ տպագրում է եւ այլն, բայց նաեւ կարողանում է շատ արագ ինտեգրել ուրիշների սարքածները, հա, ասենք Google-ը սարքում է մի հատ գերազանց մոդել վիդեո ստեղծող, հաջորդ օրը Pixar-ում դա հասանելի է, հա, այսինքն Pixar-ի օգտատերը կարողանում է դրանից օգտվի։ Այս երկու մոտեցումն էլ կա ու մեծ հարց է իրականում ինժեներական ղեկավարության համար որոշել օգտվել եղածից թե նորը սարքել, հա, այս մի հատ բավական բարդ խնդիր է, ոնց կողնորոշվես որը անես, որովհետև սկսում ես սարքել, մեկ էլ ամերիկյան ընկերությունը մի շաբաթից սարքում այն ինչը որ դու 3 ամսում սարքում ես, խոսքով շատ բարդ է։ Բայց այդ բավական առողջ վիճակ է այդ առումով, հա, այսինքն կան բավական շատ ընկերություններ, որ երկուսն էլ անում են։ Ես կուզեի որ շատ ավելի շատ լիներ, հա, որ շատ ավելի բացառապես գիտական մենք զբաղվում ենք գիտական խնդիրներով, մենք զբաղվում ենք այնպիսի գիտական խնդիրներով, որոնք այս պահին, ասենք OpenAI-ի կիզակետում չեն, որովհետև իրենք շատ ավելի մեծ ռեսուրսներով են այդ նույն խնդիրներով զբաղվում, ճանաչում մենք ընտրում ենք այնպիսի խնդիրներ, որոնցով իրենք չեն զբաղվում, որ մեր ռեսուրսներով հնարավորություն ունենանք մրցունակ լինել գլոբալ մասշտաբում, հա, դրանք ասենք, չգիտեմ, քիմիայում, կենսաբանությունում, արհեստական բանականության ինչ-որ կիրառություններ են, արբանյակային լուսանկարների հետ կապված ինչ-որ բաներ են կանում, ռոբոտների հետ կապված ինչ-որ բաներ են կանում, հա, այս տեսակ ուղղություններ են, այլ գիտական խմբեր էլ կան, օրինակ CAST կոչվող խումբը կա, որոնք զբաղվում են օրինակ ձայնի մշակման տեխնոլոգիաներով, այդ թվում հայերենի համար, հա, ինչ-որ առողջապահական տեղերում, ասենք, այդ կարդիոգրամմայի տիպի տվյալների համար արհեստական բանականության գործիքներ, այս տեսակ բաներ են անում եւ այլն։ Ընկերությունները շատ ավելի բազմազան են ամենատարբեր ոլորտներում արհեստական բանականություն կիրառող ընկերություններ կան Հայաստանում, ելի սկսած դեղերից մինչև, չգիտեմ, խաղային ինդուստրիա, ու կա պոտենցիալ այդ ամեն ինչը մեծացնելու ու իմ օպտիմիզմը կայանում է նրանում, որ այս Firebird-ի հետ կապված աղմուկը ոնց որ բոլորին ինչ որ իմաստով թե խթանում է եւ թե գիտեք այդ որ անգլերեն ասում են FOMO էլի, երբ որ վախենում ես որ ինչ որ բան բաց ես թողնում, այդ տրամադրությունը ինչ որ ձևով ստեղծում է բիզնես համայնքում էլ որ կարող է մենք բաց ենք թողնում այս արհեստական բանականության բանը ու շատ մենեջերներ հիմա այդ մասին մտածում են ու այս ամբողջը կարող է բերի նոր ընկերությունների ծննդի, նոր ապրանքների ծննդի, որոնք արդեն այս նոր տեխնոլոգիաների դարաշրջանում են փորձում մրցել իրենց գլոբալ մրցակիցների հետ։ Շատ շնորհակալություն հայ հենց այս լավատեսական ու պոտենցիալների մասին նշող նոտայի վրա էլ երևի ավարտենք մեր հաղորդումը մարդու եւ արհեստական բանականության բարդ հարաբերությունների մասին։ Նույնիսկ շնորհակալ ենք նրան, որ մեզ հյուրընկալվեցիր։ Հուսով եմ, որ հետաքրքիր եւ նույնիսկ վստահ կհանդիպենք մյուս շաբաթ։ Ստեսություն։